գնահատելով թե ինչ է կատարել Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ տարիների ընթացքում դրական տեղաշարժերը, որ եղել են, ուզում եմ սակայն մի փոքր ավելի լայն համատեքստով նայել Հայաստանի արևմտյան գործընկերները, արևմտյան բարեկամները, մեր բոլորին նպատակը այն է, որ մենք օգնենք, որպեսզի Հայաստանը ունենա հնարավորություններ, տարբերակներ, որպեսզի ընտրություն կատարել կարողանա և կարողանա ընտրել այն ճանապարհը, որով ցանկանում է գնալ։ Թուրքիայի սահմանի բացումը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ձեր այդ դժվարին հարևանությունը, որ սահմանափակում է Հայաստանի հնարավորությունները, ռազմավարական հնարավորությունները ընտրություն կատարելու առումով, և մենք փորձում ենք այնպես անել, որ լինեն ընտրության հնարավորություններ տնտեսական ոլորտում, Եվրամիության հետ, Միացյալ Նահանգների և այս ամերիկյան ներդրումները, եվրոպական ներդրումները, առևտուրը, տնտեսական ոլորտի վերաբերյալ այս ամենը, ինչ դուք լսել եք, սրա շատ հետաքրքիր զուգահեռներ կարելի է անցկացնել անվտանգության ոլորտի համար։ Չկա այնպիսի իրավիճակ չէ, որ պետք է լինեն շահողներ կամ պարտվողներ։ Հայաստանը կարող է լինել ՆԱՏՕ-ի լավ գործընկերներ, Հայաստանը կարող է լինել Եվրասիական միության անդամ, կարող է լինել Եվրամիության, կարող է լինել Միացյալ Նահանգների գործընկեր, սրանք իրար բացառող բաներ չեն։ Եվրամիության հետ թերևս առևտրային ուղղակի այդ առևտրի համաձայնության մասով դա չի կարող, բայց Արևմուտքի հետ Հայաստանը կարող է շարունակել և պահպանել իր սերտ կապերը և միաժամանակ նաև Ռուսաստանի հետ, և մենք Հայաստանի բարեկամներս ու գործընկերներս փորձում ենք օգնել այդ հարցում, փորձում ենք դրա շարունակելու հնարավորություն տալ և հնարավորություններ ապահովել Հայաստանի համար։